խմբագրել կամ գուցե ջնջել մեր հիշողությունը, ինչպես դա անում են իրենց տարբեր գրառումների եւ հայտարարությունների հետ, բայց այս հարցում եւս դրսևորում են իրենց անգրագետ եւ անհեռատես մոտեցումները։ Այս քաղաքական ուժը եւ այս նույն կառավարության անդամներն ու իրենց ղեկավարը տարբեր հնարավոր բոլոր հրապարակներից եւ ամբիոններից հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ որ Արցախն իրենց հայրենիքն է։ Այս հայտարարությունները դիվանագիտական վրիպակներ չէին, եւ որ ինչքան էլ նրանք սիրում են կրկնել, որ իրենց ինքնահայեցման հետևանքով եկել են այս եզրահանգումներին, մենք բոլորս հասկանում ենք, որ դա եղել է իրենց համար շատ պարզ հաշվարկ, իրենց հայագործան քաղաքականությամբ կառավարությունը զավթելու համար։ Միթե կարելի է հայրենիքի սահմանները որոշել աթոռով կամ մանդատի քանակով։ Հիմա, երբ դուք կանգնում եք նույն ամբիոններին, որ օգտվելով դիրքից, որը ստացել էիք հակառակ գործունեության հետևանքով եւ հայտարարություններ եք անում, գեթ մեկ վայրկյան չեք ամաչում, չեք հասկանում, որ դավաճանում եք այն հպարտ քաղաքացիներին, ովքեր ձեզ հավատով քվե են տվել եւ որոնցից շատերը ձեր հանձնած հայրենիքի համար առնակամ ընկել են, փառք նրանց։ Գիտեք, պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։ Նկատեցի դուք բարձրախոսով եք եկել, որպեսզի ձեր խոսքը ետքեր բարձրաձայնեք, կարծես պետական պահպանության ծառայողները թույլ չտվեցին, ինչի համար։ Այո, մեզ մոտեցան, ներկայացան որպես կառավարության անվտանգության աշխատակիցներ եւ ասեցին, որ ներսում ինչ-որ միջոցառում է տեղի ունենում եւ այո, իրանց ասածով ինչ-որ միջոցառում եւ չի թույլատրվում, որ բարձրախոսով ելույթ ունենանք, չգիտեմ թե ինչի հետ է պայմանավորված։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը չի ուզում լսել մեր ձայնը ընդհանրապես։ Ինչ խորհուրդ ունի ձեր ակցիան, ես տեսնում եմ, որ նկարներում իշխանականներն են, ովքեր ժամանակին Արցախում նկարվել են։ Մեր ակցիայի խորհուրդը այն է, որ ցույց տանք այս իշխանություններին, որ մենք դեռ հիշում ենք եւ հիշելու ենք իրենց հայտարարությունները, լուսանկարները եւ միշտ հիշեցնելու ենք իրանց, որ չենք թողելու նրանք հանգիստ ապրեն, քանի դեռ արել են հայտարարություններ, որոնցից հետ են կանգնել։ Բայց կարծես թե իրենք այդքան էլ անհանգիստ չեն, նշում են սխալ է, եղել է, ասել են, հայտարարել են, ինչի համար ներողություն են խնդրում։ Եվ արդյոք ձեզ ումից են իրենք ներողություն խնդրում։ Չեմ կարող ասել, թե ումից են ներողություն խնդրում, վստահ եմ, որ ոչ ժողովրդից եւ ոչ ինքներն իրենցից են ներողություն խնդրում։ Իմ կարծիքով ներողություն են խնդրում Ադրբեջանի կառավարությունից։ Ինչի համար են ներողություն խնդրում։ Որ ժամանակին իրանց ասելով սխալվել են եւ Արցախը իրենց հայրենիքն են համարել։ Խնդրեմ։ Որ իշխանությունների կոնկրետ որ ներկայացուցիչների, որ հայտարարություններից եք բողոքի ակցիա կազմակերպում, որոնց եք բրդովել։ Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Վահան Կոստանյանի եւ այլ իշխանական ներկայացուցիչների, որ Արցախը իրենց հայրենիքն է, որ Արցախի ազատությունը նրանք նշում էին, շնորհավորում էին ազատ Արցախի տոնը, իսկ հիմա կանգնում են եւ անգամ չեն փորձում Արցախ բառը արտաբերել, ասում են Ղարաբաղը ազատ չի կարող լինել, դա Ադրբեջանինն է։